Շնորհակալություն այս նախաձեռնության համար, պարոն Զուրաբյան, գիտեք, շատ հարցերում համաձայն եմ պարոն Պասկևիչյանի հետ, հիմա կասեմ նաև, բայց չեմ կարծում, որ ուշացած է, լավ է ուշ, քան երբեք, միշտ երբեք ուշ չէ, այդ աշխատում է այդ միշտ, հիմա վերադառնանք, ես լսում եմ, շատերը ավելի շատ խոսում են հայ առաքելական եկեղեցու դեմ այդ տարվող այդ ճնշումները, այդ օրինազանցությունները եւ այլն, բայց ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, որ ասեմ խորը հավատացյալ եմ, սուտ կլինի, համենայն դեպս ի տարբերություն որոշ մարդկանց անգիր չեմ անում, սաղմոսները չեմ կարդում եւ այլն, բայց այնուամենայնիվ մի փոքր հիմա դուրս գանք այդ հատվածից, ավելի լայն, ինչի համար մենք եւ ուզում ենք այդ լայն կոնսոլիդացիան։ Տեսեք, կան հնչել են ֆրազաներ, կառավարությունը ես եմ, գործադիր իշխանության ուզուրպացիա, շրջափակում ենք դատարանները վնգստացող դատավորներ, դատական իշխանության ուզուրպացիա։ Հիմա այս վերջերս կապված Սաթիկ Սերանյանի հետ տեսնում ենք ինչպիսի այդ ոհմակով հարձակումա գնում, չկա օրենք, պետք է օրենք մտցնենք, ժուրնալիստների տունը վերադարձնենք պետությանը, պետությունն էլ իրանք են, էլի, այս ամեն ինչը, իրավաբանների նկատմամբ, փաստաբանների նկատմամբ, այս մասսայական բռնել, այդ նույն ձևի բռնել, այսինքն բոլոր ոլորտներում իրականությունում, այսինքն ինչա գնում է դիկտատուրա, որը ուղեկցվում է կոնկրետ Գեբելսյան պրոպագանդայով, շատ կոնկրետ։ Եվ ես համաձայն եմ պարոն Պասկևիչյանի հետ վերադառնալով այդտեղ, որ այո, այդ ամեն ինչը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների շատ լուր համաձայնության ներքո, որովհետև ես չգիտեմ դա համաձայնվում են թե չէ, ես ընդամենը կարող եմ ասել ինֆորմացիա, որ երբ դիմում ես, իրանք ասում են, դե չկա բողոք, մենք չենք տեսնում ոչ մի բան, հենց դրա համար պետք է այդ միջազգային կազմակերպություններին ևս անընդհատ դա ցույց տալ։ Մի հարց էլ զուտ կազմակերպչական, տեսեք, մենք անընդհատ խոսում ենք մեր պետության, որը ենթադրում ենք, որ հետագա զարգացման, այսինքն ապագայի, ես շատ քիչ երիտասարդ եմ տեսնում, ես կարծում եմ, այս նախաձեռնությանը պետք է շատ երիտասարդներ, ներգրավել, այս արդեն զուտ կազմակերպչական, շնորհակալություն։ Կներեք մի ավելացում կախված, որ ասեց պարոն Պասկևիչյանը, որ երկար է, այդտեղ ես լրիվ համաձայն եմ, այդտեղ կարելի է ինչ անել, տեքստը ես կարդացել եմ, այն բոլոր կետերը պարզապես կցում եք, առանձնացնում եք խախտումները, այսինքն տեքստը լինում է, ես համաձայն եմ, մեկ էջի չափ, կցել ու կցվում է այն մնացած բոլոր խախտումները, որը արձանագրված է, ենթադրում եմ, տենց երևի թե ավելի հարմար կլինի։ Նկատել եք, որ սկզբից պրեամբուլա կա, որը տալիս է բովանդակության հիմնական իմաստը, որը հետո ամրապնդվում է արդեն զուտ իրավաբանական։ Այդ իրավաբանականը ինքը թող լինի, որպես կցված փաստաթուղթ, որովհետև համաձայն եմ, այդ իրավաբանականը միևնույն է, շատ-շատերը ովքեր իրավաբաններ չեն հասկանում այդ տերմինոլոգիան, պարզ է, ինչ որ ես ինչ հոտված է, ինչ հոտված է, սա ասել, այն ասել, որն է իրավախախտում, որն է ադմինիստրատիվ խախտում, որն է քրեական խախտում, դա իրավաբանների գործն է։ Շատ շնորհակալություն, խնդրեմ